մենք բոլորս հրաշալի գիտենք, որ Միքայել Սրբազանը մեղավոր է ճանաչվելու։ Էլ վաղուց գիտենք, որովհետև դատավորին ենք տեսել, դատավորին ենք ճանաչում, ընթացնել գիտենք։ Մենք շատ լավ գիտենք։ Ուզում եք ասեմ Միքայել Սրբազանի համար ինչքան ազատազրկում են տալու։ Չեմ ուզում վատ բան ասեմ, բայց 2 տարի առնվազն կլինի։ Այդպես վատ կանխատեսում ունեք։ Չէ, դա ակնհայտ է։ Ակնհայտ է։ Ինչի մենք չգիտենք, որ Ֆարխոյանը բոլոր 18 անմեղներին կալանավորելու է։ Չգիտեինք, շատ լավ գիտեինք։ Բա այ հենց դրանով դատարան չի։ Եթե դու գիտես դատարանը ինչ պիտի անի, անկախ նրանից թե ինչպիսի տվյալներ, փաստեր, ապացույցներ կան քրեական վարույթում եւ որը դու կարդացել ես։ Տեսեք, օրինակ Միքայել Սրբազանի դատավարության ողջ ընթացքին շատ ուշադիր եմ հետևել, ուրեմն դուք էլ դե բնական է նկատել եք, այսպես մենք գնահատականը տալիս ենք, բայց գոնե ձևական կողմը չեն ապահովում հիմա։ Նույն կոնկրետ այդ աղջիկը այդ ձևական կողմը չէր ապահովում։ Փաստերը ներկայացնում են հարց չունի։ Ասենք շատ կոնկրետ բաներ են խոսում, ինքը չի արձագանքում ոչ մի բանին։ Իմ համար աբսուրդ էր, այնպիսի մի տպավորություն էր, որ սենց ուղղակի եկել ենք, ժամավաճառություն ենք անում, այ մարդ էս գործը արագ վերջացնենք, գնանք տներով։ Այսինքն նույնիսկ այդ պսևդո դատավորի կերպարը իրենք չեն իրականացնում, որ դες գոնե դες մի քիչ ստից տպավորություն թողնեն, էլի։ Այսինքն այս աստիճանի ենք հասել արդեն, որ նույնիսկ ջանք չեն գործադրում, որ հանրության մոտ որոշակի տպավորություն թողեն, որ իբրև թե դες լուրջ գործ արեցին։ Չի բացառվում, որ դրա պատճառը ցույց տալն է, թե ինքը համաձայն չի այդ ամեն ինչի հետ։ Այն հույսով, որ օրինակ հաջորդ իշխանության ժամանակ կփորձի արդարանալ, ասի, բայց դե դուք տեսաք, չէ, որ ես ոչ հարց էի տալիս, ոչ բան տխուր, չէի նայում դեմքին, ճառեր ասում, չէի նայում ընդհանրապես դեմքին, ոչ չես նայում դեմքին, դու դատավոր ես, դու պիտի գնահատես ցուցմունքը։ Դու պիտի ճառը գնահատես, հա, եզրափակիչ ելույթում պիտի գնահատես այդ մարդը ինչն է ճիշտ ասում, ինչն է սխալ ասում, եւ ոնց չես նայում դեմքին։ Ոնց քո մոտ հարցեր չեն առաջանում։ Ամենափոքր գործերով սովորական դատավորները այնքան հարց են տալիս, որ երկար կարող է տևել այդ նիստերը, բայց դու հարց չես տալիս, ուրեմն ինչ ուզում ես ասես, որ դու համաձայն չես դրա հետ, համաձայն չես մի արա։ Ուզում եք ասեք, որ հաջորդ իշխանությունների համար հող են ստեղծում, որ ասեն, տեսեք, մենք տեսեք ինչ կարային կանենք, մեզ ստիպել էին, մենք էլ անում ենք։ Բայց ես հույս ունեմ, որ հաջորդ իշխանությունը հաշվի չի առնում այդ ամեն ինչը, որովհետև դեռ մի պայման կա։ Հաջորդ իշխանությանը այդ դատավորները պիտի պետք չլինեն։ Եթե այդ դատավորները պետք եղան հաջորդ իշխանությանը, նույնն է լինելու ինչ որ հիմա։